110-ամյակի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, գիտացուցադրական, գիտական, մշակութային եւ այլն։ Եթե հիմա սկսենք գիտացուցադրական մեր աշխատանքներից, նշեմ, որ ապրիլի 23-ին ժամը 3-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում կբացվի ժամանակավոր ցուցադրություն հետեւյալ վերնագրով փաստագրելով հանցագործությունը Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները իր ծավալով, խորությամբ եւ բնույթով ցուցադրությունը եզակի է լինելու, քանի որ ինչպես արդեն նշվեց, նվիրված է տարելիցին եւ մակերեսի առումով եւ նաեւ նյութի առումով որոշեցինք, որ քանի որ նշելու ենք 110-րդ տարելիցը Հայոց ցեղասպանության, այն նյութը, որը պետք է այս անգամ ցուցադրվի, պետք է տարբերվի մեր նախորդ ցուցադրություններից եւ անդրադառնալու ենք բոլոր այն մարդկանց դիվանագետներ, միսիոներներ, լրագրողներ, ովքեր որ Օսմանյան կայսրությունում էին Հայոց ցեղասպանության տարիներին եւ ինչ որ ձևով հուշերի միջոցով իրենց լրագրողական հետաքննությունների, վիդեոնյութերի, լուսանկարների միջոցով փաստագրում էին հանցագործությունը։ Այստեղ հանցագործություն բառը հատուկ ենք շեշտել ցույց տալու համար, որ այն ինչ տեղի ունեցավ հայերի հետ 1915-23 թվականին, չնայած չկար ցեղասպանություն բառը, բայց կարդալով վավերագրողների նյութերը հստակ բառամթերքը ցույց է տալիս, որ բոլորը խոսում են մի ամբողջ ազգի բնաջնջման մասին, խոսում են հայկական հարցի վերջնական լուծման մասին, ինչը որ նաև կարևոր է հենց ցեղասպանության հանցագործությունը հասկանալու համար։ Բացի մոտ 26 երկրների դիվանագետներից, լրագրողներից եւ այլն, հատուկ անդրադարձ ունենք նաև Օսմանյան կայսրությանը, քանի որ Օսմանյան կայսրությունում եւս կային մարդիկ, ովքեր վավերագրում էին Հայոց ցեղասպանությունը, նաև անդրադարձել են Կոստանդնուպոլյան դատավարություններին, որով որ ցույց ենք տալիս, որ Օսմանյան կայսրությունը հենց առաջին պետությունն էր, ով հենց իրավական դատական process-ների միջոցով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, խոսել ենք այն հանձնաժողովների մասին, որոնք ստեղծվեցին հավաքագրելու համար այդ ամբողջ նյութը, որը այնուհետև հիմք հանդիսացավ այդ դատական process-ների համար, նաև թուրքական մամուլից ենք ցույց տալու տեղեկություններ, որով որ փաստագրվում եւ վավերացվում էր Հայոց ցեղասպանությունը։ Դա ապրիլի ներկայացվելու են եւ լուսանկարներ, եւ նամակագրություն, եւ մամուլում տեղ գտած նյութեր, հա, ցուցանմուշները ինչ։ Այո, ցուցանմուշները ձեր ասած ուրեմն տիպի են, հիմնականում գրքեր, այսինքն հուշագրություններ, զեկույցներ, դիվանագիտական անձանց պարագայում, օրինակ Վատիկանի պարագայում ունենք 7 հատորով տպագրված գիրք, որով որ Վատիկանը հավաքել էր իր արխիվում եղած բոլոր նյութերը եւ տպագրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ունենք նաեւ թերթերից նմուշներ, ունենք նաեւ անձնական իրեր, քանի որ այդ վավերագրողներից շատերը միսիոներներն էին եւ նրանք նաեւ պահպանել էին որոշ իրեր, իրենց անձնական իրերը, այն հայ որբերի իրերում, որ պահել էին եւ այդ բոլորը ցույց կտանք ցուցադրության ժամանակ։ Բացի Երևանում Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բացվող ցուցադրությունից, ասեմ, որ նախաձեռնել ենք նաև մի շարք ցուցադրություններ այլ երկրներում, արդեն դրանցից մի քանիսը տեղի են ունեցել, շատ չեմ անդրադառնա յուրաքանչյուրին, ուղղակի նշեմ, որ աշխարհագրությունը այստեղ բավական մեծ է, արդեն Բուխարեստում ունեցանք Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի կողմից պատրաստված ցուցադրության բացումը նվիրված ցեղասպանության ժամանակ հայ կանանց փորձառություններին, ապրիլի 23-ին եւ 24-ին Մոսկվայում եւ Լենինգրադում կունենանք մեր ինստիտուտի կողմից պատրաստված երկու ցուցադրությունների պաշտոնական բացումները, պաշտոնական բացումներ կլինեն նաեւ Լեհաստանում եւ եվրոպական այլ երկրներում, մենք դեռևս նախորդ տարի նախաձեռնել էինք հատուկ ցուցադրության նախապատրաստում, որը որ առաջարկեցինք մեր ներկայացուցչություններին, արտասահմանում գտնվող եւ այնտեղից արձագանքներ եղան եւ այս տարվա ապրիլի ընթացքում այդ ցուցադրությունները բոլորը կլինեն։